Իրանի իշխանություններն արդեն 7-րդ օրը շարունակում են անջատած պահել ինտերնետը երկրի ողջ տարածքում։ Հեռախոսակապը գործում է սահմանափակումներով։ Հակակառավարական ցույցերի ժամանակ սպանվածների եւ վիրավորների մասին պաշտոնական տվյալներ Թեհրանը չի հաղորդում, թեև իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են մոտ 2600 զոհի մասին։ Իրանը 3 մոտ 5 ժամով փակել էր իր օդային տարածքը, թեև Թեհրանը չի բացատրել որոշման պատճառը, հաղորդվում է, որ այդ քայլին գնացել է Միացյալ Նահանգների հնարավոր հարվածների մտավախության ֆոնին։ Ու մինչ Իրանը շարունակում է տեղեկատվական բլոկադան, ականատեսները նոր մանրամասներ են ներկայացնում անցած օրերի սարսափելի իրադարձություններից։ Ցուցարարներից մեկը BBC-ին պատմել է, որ Թեհրանում հունվարի 8-ին ցույցից տուն վերադառնալիս են եղել կնոջ հետ, երբ կինը մահացու վիրավորում է ստացել։ Նա մոտ 1.5 ժամ կնոջ մարմինը միայնակ է տարել, մինչև օգնության են հասել տարածքի բնակիչները։ Տղամարդը պատմել է, որ կինը ցույցերին մեկնելուց մի քանի օր առաջ իր անչափահաս երեխաներին պատմել է երկրում կատարվողի մասին եւ զգուշացրել, որ մեջբերում եմ երբեմն ծնողները գնում են ցույցերի եւ այլևս չեն վերադառնում։ Իմ եւ ձեր արյունը ոչ մեկի արյունից թանկ չէ, ըստ ամուսնու երեխաներին ասել է մայրը։ Մտահոգությունների ֆոնին, որ իշխանությունները կարող են ձերբակալված ցուցարարների նկատմամբ հաշվեհարդար տեսնել, Իրանի դատական իշխանությունը հայտնել է, որ 26-ամյա Էրֆան Սոլթանին մահապատժի չի ենթարկվել։ Ըստ հաղորդումների նրա մահապատիժը նախատեսված էր 3։ Միացյալ Նահանգների նախագահն իր հերթին հայտարարել է, որ իրենց վստահեցրել են, որ Իրանը ցուցարարներին մահապատժի ենթարկելու որևէ ծրագիր չունի։ Դոնալդ Թրամփը սակայն չի բացառել ռազմական գործողությունն Իրանի դեմ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների պատճառով։ Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարեցվել են, մահապատիժ կամ մահապատիժներ իրականացնելու ծրագիր չկա, ինձ ասել են, որ վստահելի աղբյուր է հայտնել, վստահ եմ, բոլորս շատ կվրդովվենք, եթե մահապատիժներ տեղի ունենան։ Թրամփը նաև ասել է, որ իրանցի ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավին շատ հաճելի մարդու տպավորություն է թողնում, սակայն նա վստահ չէ, որ վերջին շահի վտարանդի որդին կկարողանա բավական աջակցություն ստանալ Իրանում իշխանությունը ստանձնելու համար։ Ես չգիտեմ նրա երկիրը կընդունի նրա ղեկավարությունը թե ոչ, եւ անշուշտ եթե նրան կընդունեն, դա ինձ համար ընդունելի կլինի, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը, հավելելով, թե կա հավանականություն, որ Իրանի կառավարությունը կարող է փլուզվել։ Իրանի արտգործնախարարը երկրում անկարգությունների համար կրկին մեղադրել է իր ձևակերպման պահաբեկիչներին, որոնք նրա պնդմամբ կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների վրա։ Fox News-ին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին պնդել է, թե իշխանությունները 3 օր պայքարում էին մեջբերում եմ ոչ թե ցուցարարների, այլ ահաբեկիչների դեմ, որոնք ցանկանում էին, որ շատ մարդ սպանվի։ Ինչու, որովհետև նախագահ Թրամփն ասել է, որ եթե սպանություններ լինեն, նա կմիջամտի եւ նրանք ցանկանում էին նրան ներքաշել այս հակամարտության մեջ, եւ դա կոնկրետ իսրայելական դավադրություն էր։ Արաղչին իր հերթին վստահեցրել է, որ իշխանությունները մարդկանց կախաղան հանելու ծրագրեր չունեն։ Կախաղանը բացառված է, ասել է Իրանի գլխավոր դիվանագետը, որտեղ 2025 թվականին 1922 մարդ է մահապատժի ենթարկվել, իսկ վերջին 3 տարում կախաղան է բարձրացվել առնվազն 12 ցուցարար։ Ու մինչ թե Իրանից բացառում են կախաղանները, ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Իրանում այսօր տեղի ունեցողն ԱՄՆ ճնշման ուղիղ արդյունքն է։ Newsmax-ին տված հարցազրույցում Սկոտ Բեսենթը նշել է, որ Իրանի կառավարության ֆինանսավորման հիմնական աղբյուրը նավթային ոլորտն է, որի նկատմամբ ԱՄՆ խիստ պատժամիջոցները երկրում ֆինանսական ամբողջական փլուզման են հանգեցրել։ Արդյունքում նրա պնդմամբ հիմա կապիտալի մեծ արտահոսք կա Իրանից։ Ֆինանսների նախարարությունը, որը կիրառում է պատժամիջոցներն, այժմ տեսնում է, թե ինչպես են առնետները լքում նավը, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես է Իրանի ղեկավարությունը միլիոնավոր եւ տասնյակ միլիոնավոր դոլարներ գաղտնի դուրս հանում երկրից։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան չի հանդուրժի Իրանի դեմ բռնությունը եւ պետք է խուսափել ապակայունացումից։ Անկարան հուսով է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը ընդհանուր հայտարարի կգան, ասել է Հաքամ Ֆիդանը։